Բարյարև իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր հանդիպեցինք արդեն մարտի 1-ին, հասանք մարտ ամիս, մարտի 1, բայց մենք դեռևս գտնվում ենք խավարման միջանցքում։ Ես իհարկե նշանները ասել եմ, մնացել են 4 նշան և նշել եմ իհարկե, հիշեցրել եմ նաև, որ մենք փետրվարի 26-ին ունեցանք ուրեմն Մերկուրին խավարման միջանցքում, Մերկուրին դարձավ հետընթաց, դա բնականաբար լավ չի, տեսեք ճանապարհորդել հետընթաց ուրեմն Մերկուրի դեպքում խավարման միջանցքում, մասնավորապես եթե դուք չգիտեք ձեր քարտեզը, ես բազմիցս զգուշացրել եմ եւ պատկերացրեք հիմա արաբական երկրներում տուրիստները ինչ վիճակում են հիմա գտնվում Եվ գիտեք եղել են դեպքեր, մի քանիսը, մեկը չի, երկուսը չի, որ ես ասենք Իսրայել կամ եւ այլն ուզեցել են մարդիկ գնան, ես իրենց ասել եմ, որ պատերազմ է լինելու եւ պետք չի գնալ։ Հա, գոնե կարողացել եմ, տեսեք իմ մասնագիտությունով օգտակար լինել այդ մարդկանց։ Հիմա, եթե դուք չգիտեք ձեր քարտեզը, հետընթաց Մերկուրիի ժամանակ խավարման միջանցքում գնալ որևիցե երկիր դա ցանկալի չէ, տեղաշարժվելը ցանկալի չէ։ Տեսնում եք, ինչպես արդեն նշեցի, տուրիստներն ինչ վիճակում են ընկել, եթե տուրիստներն ինձ լսեին, այդ օրը չէին ընկնի։ Այսպեսի բան էր եւ գիտեք, հիմա խավարման միջանցքում ես արդեն նշել էի եւ որ Ես իհարկե տեղադրել եմ Facebook-ում եւ Instagram-ում, հիմա եւս դուք կտեսնեք էկրանին, որ չնայած ես կանխատեսում չեմ անում, բայց այդ վատ իրադարձության մասին չխոսել չէի կարող։ Եվ ասեցի, որ ես անհանգիստ եմ, որ գալիս է այդ ժամանակը, դա կլինի մարտի կեսերին, փետրվարի վերջերից է սկսվում, դուք ինքն այդ վիդեոյում կլսեք, դա անցյալ տարի եմ ասել եւ այս տարի այդպես ամեն անգամ հիշացրել եմ այդ օրվա մասին, որ մենք ունենք արդեն վաղը չէ մյուս օրը կլինի լուսնի ամբողջական խավարումը, դա վատ խավարումն է, խավարման միջանցքից հետո դա եւ արդեն ուրեմն այդ իրադարձությունը, որ փետրվարից սկսվում է, փետրվարի կեսերից, փետրվարի վերջերից, 28 օր է փետրվարը, դա մոր վերջացել կարծես թե չի ստացվում, ինչևէ, այդ ժամանակվանից մինչև մարտի կեսեր մենք ունենք բացի լուսնի խավարումից, դա մտնում է լուսնի խավարման մեջ, ունենք շատ վատ ասպեկտացիա եւ այստեղ ես վիդեոյում էլ նշում եմ, բացի այդ պատերազմական վիճակից, վատ իրադարձությունից, ես հոբար այդպես եմ ասում, վատ իրադարձությունից լինում է նաեւ ղեկավարներ կլիկվիդացնեն։ Եվ մենք այսօր լսեցինք, իմացանք Իրանի հոգևոր առաջնորդի ուրեմն մահվան մասին։ Եվ գիտեք ինչ, դա ինքան նեղ շրջանակներում է եղել, Մոսադը քնած չի նեղ շրջանակներից փաստորեն որ ժամին ինքը որտեղ է լինելու, հենց հարվածը այդտեղ է եղել։ Ես հիշում եք նաև, որ ասեցի այս իշխանությունը, իհարկե այդ ժամանակ Խոմեյնին կար, բայց դա կապ չունի, երբ որ տվյալ անձնվա Պեզեշկյանը այդ ժամանակ, այդ արարողության ժամանակ էր, որ սպանեցին իրենց զինվորական առաջնորդներից մեկին եւ ես ասացի, որ դա ուրեմն Արյունով որ եկել է, այստեղ Արյունով էլ կգնա, անպայման չի միայն Պեզեշկյանը, այստեղ արդեն այդ ղեկավարությունը եւս մտնում է այդ էներգիայի տակ, դա վերաբերում է այդ գոյություն ունեցող ուրեմն ղեկավարությանը։ Եվ հիմա այսպիսի բան, Պեզեշկյանը պիտի որ ողջ չմնա, որովհետեւ եթե ողջ մնաց, տեսնենք հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե իրեն բռնեն կամ ինքը մահանա, նայած ոնց կլինի, եթե ողջ մնաց, այսպես ասեմ, նշանակում է ինքը շատ հնարավոր է, որ ինքը լինի այդ ագենտը, շատ հնարավոր է։ Ես հիմա առաջ չեմ անցնում, չեմ ուզում այդ մասին խոսել, բայց հիմա տեսնենք ինչպես կլինի, եթե իրան սպանեցին, ուրեմն դա այդպես չի, իսկ եթե չսպանեցին, ինքը ողջ մնաց, ուրեմն ագենտը հենց ինքն էր։ Ինչևէ, որտեվ շատ նեղ շրջանակներում էր, հա, այդ իմացել եմ, որ հենց խփել են այդ ժամին, խփել են այդտեղ, որ առավոտյան է եղել պատերազմը սկսվել է ԱՄՆ ուրեմն ջհուդների հետ միասին, ես ասել եմ բազմիցս նորից, որ Տրամպին ջհուդները բերեցին իշխանության, որպեսզի Իրանի հարցը ճակերտների մեջ ասած կարգավորեն։ Որպեսզի լինի այն ինչ որ այսօր մենք ուրեմն տեսնում ենք
կատարվում է։ Այսպիսի բաներ սա ինձ իհարկե անհանգստացում էր եւ ես սրա մասին չէի կարող չասել եւ բնականաբար նորից գեր ճշգրիտ կանխատեսումը իմ հետևորդները գրում են իրենց մասին այս կանխատեսման մասին, որ Հակոբյան Աննա, մենք չենք էլ կասկածում, որ դուք ասում եք, մենք արդեն սպասում ենք, մենք չենք գնում այս երկիր, այս ինստիտուտը չենք գնացել, սա չենք արել, որովհետև դուք ասել եք, որ դժվար է, չի կարելի այս ժամանակահատվածում եւ այլն եւ այլն։ Ես ուրախ եմ, որ կան արդեն մարդիկ, ովքեր զգուշանում են, որովհետև ասենք այդ մարդիկ չգիտեն իրենց քարտեզը։ Ասենք ես կարող եմ ելնելով իմ քարտեզից հասկանալ ուր կարող եմ գնալ, երբ կարող եմ գնալ, բայց մարդիկ, որ չգիտեն, չեն էլ հարցնում, այդպես ոգելված գնում են եւ հայտնվում են այսպիսի կարգավիճակում։ Հիմա շատ իրադարձություններ են տեղի ունենում, շատ, չգիտես որ մեկին անդրադառնաս, ես էլ թարսիլման ուշ եմ մտնում եթեր, որովհետեւ զբաղված եմ, ժամանակ չունեմ եւ ժամարժամ փոխվում է իրավիճակը եւ մեր երկրում եւ աշխարհում։ Դե իհարկե ես արդեն զգուշացել եմ, ես սպասում էի սրան, ես գիտեի եւ նույնիսկ նշել եմ ԱՄՆ, Իրան եւ այնտեղ Եվրոպան եւս խառնվում է, որտեղ Եվրոպան կանգնած է ԱՄՆ-ի Իսրայելի կողքը, ամենտեղ է Իսրայելը ամենուր է, ջհուդները ամենուր են։ Եվ Եվրոպան եւս կանգնել է ջհուդների կողքին եւ ասում է, որ այո, Իրանին պետք է անել ինչ որ պետք է անել։ Իհարկե, արդեն ես շատ չմտնեմ քաղաքականություն Չինաստանն է օգնում, այնտեղ Ռուսաստանը եւ այլն, բոլոր դեպքերում մենք ունենք այս իրավիճակը, այնպես որ այս ամենը ես գիտեի, այս ամենը օրը ժամանակը ես նշել էի, թե երբ կատարվելու եւ նաեւ ասեցի, որ շատ անհանգիստ եմ, որ հանկարծ այդպես վատ զենք չօգտագործվի։ Ժամկետը տեսնում եք, այստեղ թանձրանում են, գույները շատ թանձրանում են, լարվածությունը մեծանում է, որտեղ մոտենում է իմ նշած ժամանակահատվածը։ Ես ասել եմ, որ փետրվար մարտ ինքը մասնավորապես փետրվարի կեսերից ինքը լինելու է բավականին ծանր լարված ժամանակահատված եւ այստեղ եթե հանկարծ Եվրոպան այդ ուղղությամբ գնա, այստեղ Ամերիկա-Իրան հարաբերությունները կլինեն, Եվրոպան դեռևս կպատրաստվի, երբ որ ասենք Ռուսաստանը մտնի, հետո կհարցակվեն եւ այլն, այս ամեն ինչը քաոսային է լինելու, ամեն ինչ խառնվելու է իրար եւ ուղղակի հեղեղենձին հանգիստ չի թողնելու, տակնը վրա է անելու ամեն ինչ։ Դեռ կբերվեն իրադարձություններ կլինեն եւ դա ընդհանուր նաեւ աշխարհի այստեղ եթե ես ողջունում եմ համաշխարհային աստրոլոգիային, այստեղ նաեւ ուրեմն աշխարհում լինելու վատ իրադարձություններ իրենք բոլորը հիմա սահմանավորվում են, այդ process-ն ադնում սահմանավորվում են եւ հետո դա կարող է արդեն փետրվարի վերջ փետրվարի մարտ ամիսը լինել շատ ծանր ամիս, այստեղ կարող է նաեւ ընդհանուր նախագահ պրեզիդենտ լիկվիդացնել այդ վտանգը եւս կա։ Դուք նայեցիք արդեն վիդեոները ինքներդ համոզվեցիք, չնայած եթե չնայեք արդեն իմ հետևորդները գիտեն, որ եթե ես ասում եմ, այդ փաստը գոյություն ունի, որտեղ սուտ խոսել չեմ սիրում։ Եվ այսպես ինչ ունենք մարտ ամսին, հիմա խավարման միջանցքում ենք մարտին դեռևս մինչև 21-ը Մերկուրին լինելու է հետընթաց եւ գտնվում է ձկան նշանում։ Փետրվարի 26-ին է ինքը դարձել հետընթաց, Մարսը կմտնի ձկան նշան, բնականաբար ինքը այդտեղ իրեն լավ չի զգում, ջրի մեջ է, կրակի մոլորակը հայտնվել է ջրի նշանում, այստեղ բավականին լարվածությունը մեծ է լինելու, հուզմունքը մեծ է լինելու, տեսեք ինքը մարտի 2-ին է մտնելու, բայց դա կապ չունի 1 եւ 28, հա, այսինքն պլյուս մինուս 1-2, ինչպես տեսնում եք, աշխատում է եւ բնականաբար այդ լարվածությունը գումարած դրան նյարդային համակարգն է բավականին լարվում, դրանով մեզ ապահովում է հետընթաց Մերկուրին եւ իհարկե այնտեղ Վեներան եւս լավ վիճակում չի գտնում, այսինքն մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, այս ժամանակահատվածում խավարման միջանցքում արած հիմնականում լուսնի վատ խավարումը, որ տեղի կունենա արդեն մարտի 3-ին, լուսնի ամբողջական խավարումն է դա եւ ուրեմն այդ ամենը տեսեք մոլորակներ եւս դասավորությունը բերում են այսպիսի լարվածության։ Բնականաբար մինչև ապրիլի 10-ը մարտի 2-ին, այսինքն վաղը եւ ետ, ես ասացի պլյուս մինուս 2-3 օր ինքը աշխատում է, կմտնի ձկան նշան
եւ գիտեք հարկի անհարկի այստեղ լարվածությունը կմեծանա ես ասեմ որ այսինչ նշանի համար ասենք ջրի նշանների համար լավ է կամ ասենք ցուլ նշանի համար է լավ կամ այդտեղ ջուրի համար է լավ կամ նրանք ովքեր այդտեղ մոլորակներ ունեն միգուցե բնականաբար լարվածություն կլինի երկօրյակի աղեղնավորի եւ կույսերի համար դեռևս լարվածություն կլինի կույսերն ասում են բա երբ ավարտվելու ավարտվելու ես իհարկե նշել եմ 27 թվականի փետրվարին նշանների համար իրենց համար եւս նշել եմ ես իրենց նշում եմ ասում եմ փետրվարի 27-ին 2027 թվականի փետրվարին մինչև որտեղ ոմանց մոտ կարող է 26 թվականի վերջին ավարտվել լարվածությունը այդ ժամանակ նոր ինքը հասնում է ավարտվում է այսպես ասեմ այնպես որ ըստ ձեր անձնական քարտեզի արդեն մնացածը այնպես որ մի հարցրեք թե կույսերի համար դա երբ է տևելու որքան է տևելու լավ ես ասում եմ հաղորդման ժամանակ ինձ նորից գրում հարցնում են չեմ կարծում որ այդտեղ բարդ բան կա այդքան եւ հարցնում էին նաեւ երբ ես հայտարարեցի այսպես ասած կրակն ընկա ավելի լավ է չհայտարարեի երբ ասեցի որ այս դժվար ժամանակահատվածում դեռևս պատերազմը չէր սկսվել որ ես նշանները ներկայացնելիս դրան անդրադարձա որ կարող եմ իմ պրոֆեսիոնալ քարտեզը հա որովհետեւ դա ինտերնետում չկա իմ պրոֆեսիոնալ քարտեզը այսինքն ձեր տվյալները այսինքն դուք ստանում եք ձեր պրոֆեսիոնալ քարտեզն եք ունենում արդեն եւ ըստ ձեր մոլորակների դասավորության ըստ ձեր մոլորակների աստիճանների այդ բնութագրականն է մոտ 40 թերթ կազմվում հետո ինձ նորից գրում են կմանրամասնեք այսքանից ավելի ինչ մանրամասնեմ այդքան ասում եմ խնդրում եմ ինձ այլևս չգրեք մանրամասնեք մի մանրամասնեք ավելին չեմ կարող ես ձեզ ասել եթե ուզում եք գրում եք ուզում եք չեք ուզում ուրեմն չեք ուզում լավ այդքան ասելուց հետո նույնիսկ ասում են կմանրամասնեք դա ինչ է կմանրամասնեք ավելի լավ է չասեի ուզեցա լավություն անեմ որովհետև դա շատ ցածր գնով ես չափազանց ցածր գնով ես դա տրամադրում եմ մարդկանց որպեսզի մարդիկ նախ ունենան իրենց քարտեզը որ հասկանան որ մոլորակը ինչ նշանում ինչ աստիճանում է եւ արդեն երբ որ ես ներկայացնում իրենք նայեն իրենց քարտեզը հասկանան եւ դրան գումարած որ իրենք հասկանում են թե տվյալ մոլորակ այդ նշանում այդ աստիճանում այդ տանը ինչա նշանակում դրանից ավել բան եք ուզում ես զարմանում եմ դուք ձեզ եք առաջին հերթին ճանաչում հետո նոր արդեն երբ ես տրանզիտները ներկայացնում եմ տվյալ ամսին տվյալ տարվա համար դուք արդեն նայում եք ձեր քարտեզը եւ հասկանում եք թե ուրեմն ինչ է լինելու այնպես որ ինձ այլևս խնդրում եմ այդ հարցով չգրեք բացատրեք եթե ուզում եք չեք ուզում շատ կարճ կոնկրետ սա այսպես եւ հիմա մարտի 3-ին արդեն տեղի կունենա ասացի լուսնի ամբողջական խավարումը դա երևի թե գնանք մինչև ամսվա վերջ կամ մենք դա կարող ենք փակել ինչ որ առումով երբ տեղի կունենա 20-ին արևը կմտնի խոյի նշան ինքը գտնվելու է բարձրակետում դա շատ կարեւոր է եւ տեղի կունենա գարնանային գիշերը հավասարը 18:45 վայրկյան արևը գտնվելու է այդտեղ նրանք ովքեր նշելու են ամանորը կամ ընդհանրապես գարնանային գիշերը հավասարն են նշելու ցանկալի է գիտեք դա շատ լավ իրադարձություն է մանավանդ հիմա այս լարվածության հետ հատկապես մեզ հայերիս համար որտեղ մենք խոյ ենք ու արևը մտնում է խոյի նշան եւ տեղավորվում է բարձրակետում մենք հայերս ուղակի պարտավոր ենք արևածագը դիմավորել ցանկացած տեղից ուզում եք վարակույրի արանքից ոնց ուզում եք որտեղից ուզում եք կարևորը որ դուք արևը տեսնեք հա այդ ուղղությունը բռնացնեք իրեն տեսնեք եւ արդեն առողջություն խնդրեք նրանցում ինչ են գնում թապես ամենալավն ու բարին խաղաղություն առաջին հերթին եւ առողջություն մնացածը ինքնին արդեն կստացվի այնպես որ առավոտյան ես մի քիչ առաջ անցնեմ չեմ դիմանում առավոտյան 21-ի առավոտյան 7:08 րոպե լինելու է արևածագը ուստի անպայման եկեք բոլորս միասին դիմավորենք արևածագը դա եւ խնդրենք որ մեր հայրենիքում լինի խաղաղություն որտեղ պատկերացնում եք եթե այնտեղ Քաթարի վրա ուրեմն Իրանը հրթիռներ ուղարկեց
այնտեղ արաբական երկրներ, երբ որ հրթիռակոծեց, ուրեմն այնտեղ կային ամերիկյան բազաներ, հա, հենց այդ բազաներին խփվեց, ու պատկերացնում եք, հանկարծ մենք ունենայինք ամերիկյան բազաներ, չէ՞, տենց Ամերիկա, այնտեղ բերեին բազաներ դնեին, զենքեր դնեին, պատկերացնում եք մեր վիճակը ինչ կլիներ, Հայաստան չէր մնա, առանց այդ մի փոքր բան ենք, սա էլ Ամերիկայի խելը։ Սա այսպես լավ, եկեք մեկը մյուսի հետ չշփոթենք, չխառնենք, լավ տրամադրության մասին, լավ լուրի մասին ուզում եմ շատ ավելի խոսեմ, պայծառանում եմ, որ խոսում եմ արևի մասին, արևածագի մասին, այնպես որ կարող եք 20-ի երեկոյան արդեն իմ նշածս ժամին սեղանին, ինչ որ սիրում եք, դնեք սեղանին, սեղանը բացեք եւ արևածագն էլ դիմավորեք, շատ լավ կլինի։ Եթե ավելի գեղեցիկ տարբերակ ունեք արևը դիմավորելու, շատ էլ ավելի ճոխ, ինչպես ասում են, այսպեսի իրավիճակ ունենք, ուրեմն Վեներան է փոխելու իր նշանը, Մարսը արդեն ասացել, մինչև ապրիլի 10-ը փոխում իր նշանը, գտնում է ձկան նշանը, Վեներան լինելու է խոյի նշանում, բայց իհարկե մարտ ամսին երկու անգամ ինքը կփոխի 30-ին եւս, արդեն կփոխի, կմտնի ցուլի նշան, ինքը խոյի նշանում անելիք չունի եւ իհարկե 11-ին Յուպիտերը կդառնա, դա լավ իրադարձություն է, երբ ինքը դառնում է ուղղընթաց, գտնում է խեցգետնի նշանում, բավականին լավ իրադարձություններ լինում են խեցգետինների մոտ, կամ թեկուզ եթե իրենց ասցենդենտն է, ձեր ասցենդենտն է խեցգետինը, ձեզ մոտ եւս լավ իրադարձություններ կարող են լինել, կարող եք լավ նպատակների համար գումար ծախսել, կամ կարող եք մեծ գումար ստանալ, մի խոսքով Յուպիտերը հեղինակությունը ձեր կարող է բարձրանալ, աշխատանքը եւ այլն, այնպես որ այդ ամեն ինչը ապահովում է Յուպիտերը եւ իհարկե ինքը կդառնա ուղղընթաց եւ արդեն հունիսի 30-ին կմտնի առյուծին, նշանսելի առյուծներ, դիմավորեք դուք էլ կդիմավորեք իհարկե հունիսի 30-ին Յուպիտերին ձեր նշան, գիտեք, լավ մոլորակները ցանկացած որ գալիս է, փորձեք լավ դիմավորել իրենց, դա իմ կողմից ձեզ խորհուրդ, դա լավ բան է։ Եվ 13-ին մարտի եւս մի շատ կարևոր իրադարձություն, Սպիտակ լուսինը մտնում է կույսի նշան։ Կույսի նշան ինքը յուրաքանչյուր նշանում մնալու է 7 ամիս, ուստի մինչև հոկտեմբեր ինքը լինելու է սիրելի կույսեր ձեր նշանում, հողի նշանների համար բնականաբար շատ լավ է, այսինքն ցուլերի եւ այծեղջյուրների համար, բայց իհարկե լավ չի լինի ձկների համար, երկվորյակների եւ աղեղնավորների, ոնց որ տուժված լինեն, ես ասացի, երբ իր մուտքն էլ ավելի է սրվելու, հատկապես որ աշխարհից բացի, աշխարհում կատարող իրադարձություններից բացի կլինեն նաև ձեր կյանքում, հա, որոշակի դժվարություններ կլինեն, աղեղնավորներ, երկորյակներ, ինչու ոչ, ձկներ, կույսեր, հա, այսպես։ Խնայեք, այն մարդիկ, ովքեր ազատվեք նախ լուսնի խավարման ժամանակ, խավարման միջանցքում, այն մարդիկ, ովքեր ձեզ խնդիրներ են ստեղծում, փորձեք շրջանցել, չշփվել այդ մարդկանց հետ, փորձեք հանգստանալ, գնալ լողավազան, պարապել եւ հանգստին ավելի շատ ժամանակ, որքան որ ձեզ հնարավորություն է տալիս ձեր կյանքում, ուրեմն կատարող իրադարձությունները կամ ձեր զբաղվածությունը, աշխատանքը եւ այլն, եթե ձեզ հնարավորություն են տալիս մի փոքր ժամանակ անպայման հատկացրեք ուրեմն մարզվելուն, հանգստանալուն եւ շփվեք հիմնականում այն մարդկանց հետ, ովքեր ձեզ տալիս են դրական էմոցիաներ, լավ տրամադրությունը ապահովում են, նրանք ովքեր անընդհատ խոսում են, փնփնթում են, դժգոհում են, փորձեք այդ մարդկանցից այս ժամանակահատվածում գոնե 1 ամիսը զերծ մնալ այդ մարդկանցից, լավ թեմաների շուրջ, հիմա դժվար է, ես հասկանում եմ, որ ամեն րոպե իրավիճակը փոխում, դու չգիտես վաղը քեզ հետ ինչ կլինի, ուր կգնաս եւ այլն, այս մտքերը հանգիստ չեն տալիս, բայց փորձեք այս ժամանակահատվածում գոնե մի փոքր ժամանակ գտնել ձեզ համար, որքան էլ որ դժվար է, ես շատ լավ հասկանում եմ, որտեղ ես էլ ձեզանից մեկն եմ, առանձնահատուկ չեմ, որ այնպես որ ես էլ եմ փորձում այդպես ուրեմն անել։ Հիմա ես ասեմ, թե երբ է լինելու լուսնի ամբողջական խավարումը, Հայաստանի ժամանակով 15:37:42 արևը եւ լուսինը հակադրվելու են 13 աստիճանում եւ դա լինելու է լուսինը գտնվելու է կույսի նշանում, արևը համապատասխանաբար գտնում է ձկան նշանում, հիմա ձկները նշում են իրենց տարեդարձը մինչեւ ուրեմն 20-ը, մինչև 20-ը կոնկրետ այդ ժամը, որտեղ եթե 20-ի գիշերն եք ծնվել, ուրեմն դուք արդեն այստեղ ստացվում է խոյ։
բա այսպեսի ուրեմն իրավիճակ եւ ինչն է հետաքրքիր Կույսի նշանում է գտնվելու, դա ասեցի արևի լուսնի ամբողջական վատ խավարումն է եւ դա բնականաբար վատ կանդրադառնա նորից պիտի ասեմ երկվորյակներ, աղեղնավորներ եւ իհարկե գիտեք կույսերի համար է հնարավոր որ կույսերը ասենք ձկան նշանում ունենան մոլորակ, հա, որովհետեւ ձկների վրա շատ կոնկրետ այդ լիալուսինը, եթե ձկները 13 աստիճանում 12, 13, 14, եթե այս աստիճաններում իրենք ունեն ուրեմն մոլորակ, ցանկացած մոլորակ կամ ցանկացած անձնավորություն եւ մասնավորապես ձկները կամ իրենց արևն է գտնվում, ես ասեցի դա մարտի սկզբին, մարտի 1, 2, 3 այդպես ծնվածներն են Եթե նահանջ տարում եք ծնվել, դա կարող է 29-ը ևս իր մեջ ներառել։ Սա ուշադիր եղեք, պետք է ձեր քարտեզ արդեն նայեք, որ հասկանաք։ Այսինքն այդ մարդկանց վերաբերում է միանշանակ։ Եվ ինչն է հետաքրքիր, մեր գլխավոր հերոսին, մեր երկրի գլխավոր հերոսն է, բայց գլխավոր դերակատարը չի։ Հա, հիմա տեսեք գլխավոր հերոսի մոտ այսպեսի մի տարբերակ կա իր սև լուսինը գտնվում է ձկան նշանում 13 աստիճանում եւ լիալուսինը վատ լիալուսինը կատարվում է իր հանդիպակաց փաստորեն նշանում այսինքն շատ ուղիղները ուղիղ գալիս կպնում է այդ սև լուսինը արդեն գիտեք էլի բոլորոց սև լուսինն է ինքը Եվ գիտեք, ես որ ասում եմ ինքը հոգեկան խանգարումների մեջ հանգնելու դժվար եւ այլն, մենք չգիտենք իր հետ ինչ է կատարում, բնականաբար ինքը չի բարձրաձայնի, բայց ես հավատացնում եմ, որ ինքը հիմա եւս անցնում է բարդ հոգեբանական խանգարումներ է ստանում հոգեբանական ծանր իրավիճակի միջով է անցնում անկախ նրանից բաժանությունը ձևականա, իրականա եւ այլն ամեն դեպքում դրանք էտապներ են, որ անցնում են ու դու չգիտես վաղը քեզ հետ ինչ կլինի ոչ մեկ ապահովագրված չի ոչ մեկ եւ եթե դու ասենք այսօր քեզ զգում ես շատ ապահով ամեն ինչը դու կարող ես մի կես ժամ հետո լրիվ հակառակ իրավիճակում հայտնվել դրա համար ինքը առավել եւս մենք տեսնում ենք ինչ է կատարվում ես չեմ նախանձում գիտեք ընդհանրապես երկրի ղեկավարներին այս երկրի ղեկավարներին չեմ նախանձում եւ երբեք չեմ ձգտել հավանաբար դա նրանից է որ լավ եմ Աստված ինձ հետ է պահել այդ տվյալները չունեմ եւ այսինքն ես հիմա դրանք անդրադառնամ եւ ես ուրախ եմ որ Աստված չի տվել ինձ ասենք իմ Սատուրնը չի գտնվում մի տարբերակ ասեմ Սատուրնը չի գտնվում առյուծի նշանում այդ մարդիկ ձգտում են գահին այդ մարդիկ ձգտում են ուրեմն հարստության մանավանդ եթե իրանք էլ օց են լինում ես այդ հիմա ես մի պահ շեղվեմ չնայած չենք շեղվում եք թեմայի մեջ ենք եւ ասեմ քան որ խոսեցինք հպարտից լուսնի խավարման հետ կապված այնպես որ դա հնարավոր չի որ իր վրա չազդի դա պլյուս մինուս արդեն աշխատում է այնպես որ միանշանակ համոզված եղեք որ ինքը շատ ծանր հոգեբանական ուրեմն վիճակներով է անցնելու առողջական վիճակը եւս վատանալու է իր մնացած բաները դեռ չեմ ասում դա այդպես իր համար շատ վատ է լինելու այսինքն այս լուսնի խավարումը իր համար շատ վատ է լինելու Եվ այսինքն ստացվում է մարտ ամիսը, ու մենք հիմա կողքից կնայենք ինչքանով որ մեզ ինֆորմացիան կհասնի։ Հիմա տեսեք, ինձ գրել էին, որ ես անդրադարձա ուրեմն խոսեցի օծի տարում ծնվածների մասին, գիտեք ինչ, ես խոսում եմ, մարդիկ ինձ լավ չեն հասկանում, ես մտածում ես պարզ չեմ խոսում, ինչն է պատճառը, որ չեն հասկանում, ասկան ես ասում եմ օծի տարում ծնվածների սիրում են հարստություն, ասում եմ, բա գիտեք, բայց ինչ եք դուք Էփշտեյնին համեմատում Վարդան Ղուկասյանի հետ։ Նա էլ օծի տարում ծնվել, նա էլ օծի տարում ծնվել, ինչան շակում համեմատել։ Ես չեմ հասկանում, էլի չի կարելի այսքան անգրագետ լինել։ Ես ընդհանրապես ասում եմ, որ նա ծնվեց, նա էլ է ծնված, ու ասում եմ, ինչ եք համեմատում։ Ընկերներ օծի տարում ցանկացած մարդ ծնված է, ինքը ձգտում է բարեկեցիկ կյանքի հարստության եւ այլն, մեկը գրել է, որ բոլորն են ձգտում, նման բան չկա, բոլորը չեն ձգտում։ Բոլորը չեն ձգտում։ Հիսուս Քրիստոսը չէր ձգտում։ Հարստության։ Ես էլ չեմ ձգտում շատ հարուստ լինել, ինձ պետք չէ ունենամ այնքան, որ ապրում եմ, ես գոհ եմ, լավ եմ, մարդկանց օգնում եմ։
իմ գիտելիքով, իմ մասնագիտությամբ, շատ հարուստը ինչի սա պետք, սատանայի մոլորակում ինձ շատ հարստությունը ինչի է պետք, հանգիստ չեմ կարողանալու ապրեմ, ինձ պետք է դա, ինձ պետք չի, այնց որ ասել բոլորն են ձգտում հարստության, դա այդպես չի, okay? Հիմա, ես Վարդան Ղուկասյանի մասին ասեցի, որ ինքը ուրեմն ձգտում է հարստության, շքեղության, շքեղ կյանքի, դա փաստ է, հիմա տեսեք, իր մոտ կոնկրետ ինքը եւ հոգեխանգարված գիժը, ոչ չեմ ուզում դրա մասին խոսեմ, այդ գժի մասին էլ խոսում եմ, դիվահարված գիժը, գորտի աչքերով, դա ուրեմն մի 10 օր է տարբերությունը, մաքսիմում 10 օր է իր եւ Վարդան Ղուկասյանի միջև եղած տարբերությունը, 10 օրում հեռավոր մոլորակները չեն շարժվում, արևը կշարժվի, լուսինը կշարժվի, միգուցե այնտեղ Մարս, Վեներա, ասենք Մերկուրի եւ այլն, բայց հեռավոր մոլորակները, ասենք Սատուրնը, Պլուտոնը, Ուրանը եւ այլն իրենք մնում են այն նշանները, որտեղ որ իրենք գրադուսն մաքսիմում փոխվում 1 կամ 2 կամ կարող է եւ չփոխվել։ Հիմա տեսեք, Սատուրնը ես երկուսի օր այդ գժին եմ օրինակ բերում գիժը, տեսեք ինքը ձգտում է շքեղության, ոնց կա անճաշակ փնթի, տենց անճաշակ փնթի անգրագետել ինքը մնալու է, ինքը էդ է, ինքը ուրիշ բան չի կարա լինի։ Նա ձգտում է, որ ես եմ, Վարդան Ղուկասյանն էլ, տեսեք, նստած գահին նկարվել է, այդ ես չեմ նստած գահին, ես գահին չեմ նստում, կամ չգիտեմ, որևիցե կուսակցության ղեկավար գահին նստում է, ես չեմ հիշում, ես որ կարամ, չէ, ինչ-որ մի հատ շքեղ գահ աթոռ պատվիրեմ, դնեմ նստեմ, չէ, բայց ես դա չեմ անում, որտեղ իմ Սատուրնը առյուծի նշանում չի գտնվում, ես չեմ ձգտում լինել, ուրեմն շատ շքեղ ապրել, ես եմ գեղեցիկ կոմֆորտ, գեղեցկությունը ինձ համար շատ կարևոր է, որտեղ իմ Վեներան իդեալական վիճակում է եւ ամեն ինչ անել գեղեցիկ, ճաշակով, խոսել, շարժվել, հագնվել, ցանկացած գործողություն անել ճաշակով, անպայման ինչ որ անում ես, պիտի անես ճաշակով, հա, իմ մեջ դա կա եւ իմ մասնագիտությունից էլ արվեստում լինելը եւ այդ տվյալները կան, ասենք կոնկրետ ինձ մոտ, բայց իմ Սատուրնը առյուծի նշանում չի, այնպես որ իր նշանում է ինքնագահի վրա նստել, ինքնաձգտում գահին, ինքնաձգտում հարստության եւ իշխանության, ես սրա մասին եմ ասել ու ինձ ասում են, չէ, ինքը չի ձգտում հարստության եւ այլն, ինքն է ձգտում, ես իր քարտեզը նայել եմ։ Հիմա գիտեք ինչումն է բանը։ Երբ ես ասեցի, որ ինքը մինչեւ 2025 թվականի, դեկտեմբերի վերջը ինքը մնալու է բանտարկված է լինելու, չի ազատվելու, ինձ անցավ գողացավ գիժը, չէ, նույն բանը կրկնեց, հիմա տեսեք, ես այդտեղ ասեցի եւ դա ճիշտ կատարվեց, չէ, ինձ խնդրեցին մի հատ վերլուծեք եւ այլն 4-5 տարի էս անընդհատ ինձ անդրադառնում են, ես ի վերջո որոշեցի վերլուծել, անդրադառնալ Վարդան Ղուկասյանին եւ հիմա եթե ես դա ասել եմ կատարվել է, հիմա ինչ եք մտածում տրամաբանությունը, որտեղ է, որ եթե ես այդտեղ իր համար վերլուծություն եմ արել, դա կատարվել է, ինչի հանկարծ այստեղ ասում եմ չեք հավատում։ Այդ արդեն ձեր պրոբլեմն է, արդեն ձեր տրամաբանությունն է, ձեր լոգիկան է, ես այդտեղ անելուք չունեմ։ Ինձ հետաքրքիր չի մեծ հաշվով կհավատաք թե չեք հավատա, չէ։ Ինձ ինչ, կհավատաք թե չէ։ Ես նույնիսկ որ կանխատեսում անում եմ, ես չեմ ասել, վայ, հավատացեք, ես ճիշտ եմ ասում, չէ, ժամանակագայլից է կատարումը, ոնց որ ասել է, ես պատերազմի մասին, Ամերիկա, Իրան, Եվրոպան եւս մտնում է, կանգնում է իրանց կողքը եւ այլն։ Այս ամիջ ասել է փետրվարի վերջին մարտ գնում է այդ ժամանակա կատարվելու, ասել է, կատարվեց, ահա, չասեց, չեմ ասում ես, ինձ հավատացեք անպայման, գիտեք, ես սենց, չէ, գործս անում եմ, գործը երևում է, մարդիկ վստահում են ինձ։ Վերջ։ Այսինքն անեց որ կհավատակ թե չեք հավատա, ես ուրեմն ինձ համար միևնույնն է։ Եվ հաջորդը որ հիմա ինձ գրում են կվերլուծեք նույն կինը, գիտեք հետաքրքիր է։ Հիմա օքեյ Վարդան Ղուկասյանի մասին ինքը ստացավ պատասխանը։ Հիմա ասում է վերլուծի Աննա Սամվել Կարապետյանի, այդպես լավ նստում են տակ-տակ ու Աննա մի հատ էս արա, Աննա մի հատ այն մեկինը, մի հատ այն։ Մի խոսքով Սամվել Կարապետյանի քարտեզը վերլուծեք։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, ես չեմ վերլուծելու Սամվել Կարապետյանի քարտեզը, ինչու համար, բացատրեմ ինչու, որտեղ Վարդան Ղուկասյանի քարտեզը արեցի 2-3 ամիս հետո Պողրնիկը ինձանից գողացավ, ոչ մեկը չդատապարտեցիք, չէ, ինձանից գողացավ նյութը ասեց, իսկ հիմա ինչ իմանամ, միգուցե դուք իր կողմից ուղարկված եք, որ ինձ ասեք, գիտեք Սամվել Կարապետյանի քարտեզը վերլուծի, հետո ես վերլուծեմ, խոսամ այդ թեմայի շուրջ կանցնի, ինչ կլինի, ոնց կլինի, հետո նույնիսկ ինքը կգողանա, սիրուն կգնա կասի, այսինքն ես իր համար նյութ եմ պատրաստում, ինչի համար։ Բա այդպես ցանկանալուց, պահանջելուց, այդեն շատ ակտիվ եք, որ Աննա սրա մասին խոսա, նրա մասին խոսա, բայց երբ որ գալիս է որ Աննայից գողանում է, չեք ասում, որ այս Պողրիկը Աննայից գողացավ։ Դրա համար ես ձեզ կարող եմ տալ հետևյալ խորհուրդը, եթե ձեզ հետաքրքրում է Սամվել Կարապետյանի
կուսակցությունը իր քարտեզը եւ այլն, զանգում եք գլխաշորով լրագրողին, զանգում եք այն մյուս որտեղ այդ բոզանոցները որ գնում են, զանգում եք այդ TV-ները ու ասում եք գիտեք ինչ, այդ պոռնիկը որ գալիս է, այդ պոռնիկին մի հատ հարցրեք, որ իրան գովալով մանագալի, որ Սատուրնը առուծի մեջ է ձգտում է գահին նստի, բայց այնտեղ Ուրանը կվադրատանում, ասում ես քեզ թույլ չեմ տա որ դու նստես, աստրոլոգիան թույլ չի տալիս, որտեղ սա խաբեություն է, յանգրագետ հայվան։ Մի խոսքով, հիմա զանգում եք այդ TV-ները եւ ասում եք, գիտեք, այդ պոռնիկը որ գալիս, այդ պոռնիկին շատ կոնկրետ հարց ուղեք։ Հաղորդավարեք, թե ինչ եք այ անգրագետներ, հարց ուղեք, թե երբ է Վարդան Ղուկասյանը, մասնավորապես այն գլխաշորով լրագրող այդ իրանցն է, չէ՞, այդ օծերով որ հավաքվում են։ Ասում ես, գիտես, այդ պոռնիկը որ գալիս է, պոռնիկին հարցրու, երբ է Վարդան Ղուկասյանը ազատվելու բանտից։ Բոլորը շատ սիրում եք, չէ՞, շատերը կան որ սիրում են, սրտները ցավում է, ձեր գործն է, լավ եք անում, սիրում եք, չեք սիրում, դուք գիտեք։ Հիմա եթե դուք այդքան անհանգստանում եք, զանգեք իրան, ասեք թող կոնկրետ մեզ ասի, որ ամսին է դուրս գալու։ Փաստը դրեք մի հատ փաստի առաջ կանգնացեք, ինչի՞ չեք անում։ Ես արեցի կատարվեց, հիմա նույնը Սամվել Կարապետյան զանգում եք այդ TV-ներին, ասում եք այդ բոզը որ գալիս է, մի հատ բոզին հարցրեք, թե երբ է Սամվել Կարապետյանն ընտրվելու, թե ոչ։ Կոնկրետ այդ հարցին պատասխանի, կոնկրետ այո կամ ոչ, լինելու է թե չի լինելու, ոնց է լինելու։ Կամ կոնկրետ այո կամ ոչ, երբ է ազատվելու Վարդան Ղուկասյանը, հարցրեք, ինչ եք Աննա Հակոբյանին հարցնում, որ ինքը Հակոբյան Աննայից գողանա ու դուք ձեզ ինչ անեք։ Հասկացաք, Հակոբյան Աննան չի անդրադառնալու։ Սա այսպես ասեմ, որ ինչ որ ակնկալիքներ եւ սպասելիքներ չունենաք։ Հիմա Վեներան մի ամբողջ ամիս ասինսի մինչև 30-ը լինել է խոյի նշանում, հետո արդեն կմտնի ցոլի նշան։ Կմտնի ցոլի նշան դա շատ լավ է, հատկապես նրանց համարում ցոլերը իրենց մոլորակն է շատ լավ ազգում այդտեղ, բավականին ակտիվություն կլինի եւ ասցենդենտով նշան, ցուլի նշան, եթե ձեր նշանը ցուլն է, ուրեմն ձեզ համար եւս շատ լավ է լինելու։ Պես որ այս լարված ժամանակից Սպիտակ լուսինը ասացի Թարսինման մտնում է կույսի նշան, կույսերին ինչ որ հարցով կփորձի, որովհետև տուժված կողմը կույսերն են, չնայած երկորյակն ու աղեղնավորն էլ այնպես ոչինչ, բայց ինքը կփորձի ուրեմն օգնել կույսերին, եկել է ինչ որ առումով իրենց օգնել, կհաջողվի թե այնտեղ վատ էներգիաներ կկուտակի եւ դրիվ հակառակ բանը կստացվի, արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս։ Սա կարող եմ միայն ասել եւ իհարկե Յուպիտերն է դառնալու ուղընթաց մարտի 11-ին։ Սա իհարկե լավ է, մասնավորապես խեցի գետինների համար, ջրի նշանների համար, ձկների եւ ուրեմն կարիճների համար եւ բնականաբար ցուլերի եւ կույսերին սա եւս օգնում է։ Այսինքն գիտեք ինձ միշտ էլ ինչ որ մի տեղից որքան էլ հարված է լինում է դուք պետք է կարողանաք հասկանալ որտեղից կգա ձեզ մի դուռ բացվում է ինչ որ մի տեղից կարող է ձեզ օգնություն գալ պարզապես պետք է հասկանաք որտեղից է գալիս ոնց կողմնորոշվեք ինչ անեք ում դիմեք եւ այլն բայց դա միանշանակ կա այդ տեսնում եք ասենք Յուպիտերը խեցգետնի նշանում սիրելի կույսեր կարող է ձեզ օգնել Տեսեք Սպիտակ լուսինն էլ է գալիս ձեզ օգնելու այսպես բոլորը ուզում են ձեզ օգնել հասկանում են որ ձեր վիճակը լավ չի ու փորձում են ձեզ օգնել բայց այստեղ երկորյակներին աղեղնավորներին ձկներին չեն կարող օգնել ձկներին էլ նորից Յուպիտերն է օգնում այսինքն մեկը մեկին իրար օգնելու այտենց ուրեմն գնում են առաջ սա այսպես եւ նորալուսինը 19-ին տեղի կունենա մարտի 19-ին նորալուսինն է լինելու առավոտյան 5:23 րոպե 17 վայրկյան արևելուսինը կմիավորվեն 27 աշճանում եւ դա լինելու է ձկան նշանում սիրելի ձկներ այստեղ դուք նորալուսինը արևելուսինը միացել են եւ դուք այստեղ կարող եք ինչ որ մի նոր սկիզբ ձեզ համար ապահովել եւ իհարկե չենք շտապում որտեղ դեռևս մեր կույն հետ ընթաց է ինքը 21-ին է դառնալու ուղընթաց այնպես որ կարող եք ողջևորվել տրամադրվել եւ այլն եւ հետո արդեն 21-ին ինքը կդառնա ուղընթաց այդպես 22-23 նոր կարող եք անել ինչ որ ուզում եք Սա այսպես եւ նորից վերադարձանք այն փաստին, որ արևը մտնում է խովի նշան, դա բաները մի քանի անգամ պետք է ասել 10:45 րոպե 46 վայրկյան, գարնանային գիշերը հավասարն է, եկեք դարձնենք սա, գիտեք, ընդունված կարգ եւ մեկ-մեկու շնորհավորենք, ես ուզում ձեզ ասեմ, շնորհավորում եմ սիրելիներս, հարգելիներս,
սիրելի հայ ժողովուրդ, որտեղ արևը մտել է խորին նշան, շնորհավորում ձեզ գարնանային գիշերը հավասարի կապակցությամբ բոլորիս նշեք ամանորը, զարդարեք ձեր սեղանը, ձեր սիրելի ուտեստները քաղցրավենիքով, թեկուզ հենց միայն լավ բրենդին եւ միրգ քաղցրավենիք եւ պատրաստ ավել բան պետք չի, կարևորը ձեր հոգում լինի արևը, հաջորդ օրը առավոտյան 7-8 րոպե գրկում եք արևը, դիմավորում եք, թող ինքը մտնի ձեր մեջ, ջերմացնի եւ բերի ձեզ հաջողություններ ու տենց լավ տրամադրությամբ հայերով։ Սա հայերի համար գաղտնիք է, որ ասում եմ, այնպես որ սիրելի հայեր 7-8 րոպե եք բոլորս դիմավորենք եւ մեր էներգիան միանա եւ կարողանանք այդպես օգնել այդ էներգիայով եւ մեր երկրին եւ մեզ եւ 30-ին ուրեմն ասացի, որ Վեներան մտնում է ցուրի նշան, մարդիկ ավելի լարված են լինելու հոգեպես, այնպես որ նյարդային համակարգը, հոգեվիճակը եւ այլն, այստեղ կօգնի ջուրը, դրա համար ես խորհուրդ եմ տալիս ավելի հաճախ թեկուզ աղի վաննաներ, հա, ընդունել մանավանդ որ մենք խավարման միջանցքում ենք, հետո լուսնի խավարումն է, ընդունեք ավելի հաճախ ուրեմն աղի վաննաներ, թեկուզ հենց 2-ին 1-ի գիշերը, 2-ի գիշերը, հա, ներողություն 2-ի գիշերը, 3-ի գիշերը, 2-ի գիշերը անպայման, 3-ի գիշերը ընդունեք աղի վաննաներ կամ այդպես աղաջրով վերջում ուղղակի ցայվեք, ու հետո բան արեք մաքուր ջրով, բայց անպայման ուրեմն դա արեք այդ օրերը նշած, ինքը կարևոր է եւ գիտեք ինչ այստեղ ուրեմն մուսուլմանական երկրներին մենք տեսնում ենք հարվածը եղավ, դա այդպես էլ պիտի լիներ եւ այստեղ վերանայվում է իրենց հարցը ապրիլին իհարկե մարտի կեսերին արդեն ես գիտեք այդ միացությունը կա դա ինձ անհանգստացնում է, ես այդ ժամանակ էլ ամիսներ առաջ էլ ասացի, որ հանկարծ վտանգավոր զենք չօգտագործի, որտեղ Տրամփ ասում է, եթե դուք շարունակեք, չլսեք, կամ ասենք Իրանն էլ ասում է, մենք վրեժխնդիր ենք լինելու, մեր հոգևոր առաջնորդի սպանել եք, մենք վրեժխնդիր ենք լինում, այդ դրոշն են բարձրացրել եւ նրանք վրեժխնդիր կլինեն, Տրամփն էլ ասում է, եթե դուք շարունակեցիք, ես արդեն զենք օգտագործեմ վատ, որովհետև այդ էներգիան տիեզերքում կա ու ինքը կարծես թե ստիպում է, իհարկե լավ կլինի, որ դա չլինի, մենք էլ մոտիկ ենք, այդ ամեն ինչը, որ այդտեղ խառնվեց, այդ վիճակը վատացավ, դա մեզ համար էլ առանձնապես լավ չի, մանավանդ, որ տեսեք, եթե ասում եմ երկվորյակ, ուրեմն հիշեք, որ Հայաստանը դա երկվորյակ է, դա ասել եմ ես, գիտեք գուշակները Հայաստանում ասում էին, որ այծեղ ջուր է, առ այսօր շարունակում են ասել, որ այծեղ ջուր է, այն երկուսն էր, որ այն TV-ում նկարվում էին, իրանք էլ էին ասում այծեղ ջուրը, հիմա հետո տեսան, որ չէ երկվորյակա, հիմա արդեն մանավանդ այն պողռնիկը, արդեն իրանք վերցնում են երկվորյակ, ինչևէ դա ուրեմն եւ սպիտակ լուսինն են մտնում, որը կարծես թե մեզ համար մենք օգնող ոչ մի բան չունենք, դա լավ չի մեզ համար եւ պլյուս այս գումարած այս լուսնի վատ խավարումը այսպեսի բան եւ իհարկե նաեւ անդրադառնամ սա է ընդհանուր վիճակը, այսինքն պատկերացրեցիք ընդհանուր վիճակը, սա էր իմ ավելի շատ մանրամասները, ուրեմն այստեղ կարիք չկա եւ երբ ապրիլի 10-ին արդեն Մարսը կմտնի խոյի նշան, այդ ժամանակ նոր գործերը շատ արագ կգնան, իհարկե դժվար է, մղձավանջից դուրս կգանք, ես սպասում եմ, թե երբ է ավարտվելու մարտը, ինքը այսօր մարտի 1-ն է, եւ ես ասեմ այն օրը, երբ մարտը կավարտվի, այսպեսի, բայց փորձենք լավատեսորեն, ամեն մի օրը փորձենք, որքան հնարավոր է, ավելի խաղաղ, ավելի հանգիստ անցկացնենք։ Եվ այսպես հաջորդ հարցը, որ ինձ տվել էին այդ բաժանության հետ կապված, ես որ ասեցի, ես անդրադարձել եմ, բայց ուրեմն դա մոնտաժեցի, դա հանեցինք, սրա մասին էր խոսքը, դե հիմա դա այն բանը չի, որ վայ, կատարվել է, նոր ասում եմ, չէ, կատարվել է, դնեք մի կողմ, դրա մասին չի խոսքը, ես նման բաներ չեմ թույլ տա երբեք,
նույնիսկ որ ես դա արել եմ իրականում այդ կանխատեսումը, հիմա բանը նրանումն է, որ հպարտի եւ իր կողակցի մասին էիք հարցրել, այդ խոսքերն են գնում, բոլորը դրա մասին են խոսում, նախ ասեմ, որ շատ ցածրակարգ էր, այդ մարդիկ եկան փողոցից, մնացին այդ ոճի, այդ տրամադրության, այդ ճաշակի մեջ ու դրա մեջ էլ մնացին, իրանք տենց էլ մնալու են, չեն փոխվելու, այսինքն եթե բաժանվում էր ցույց տալ ես էսի իրերնա բաժանվում եմ, ում հետաքրքիր ընդհանրապես, ում ես դու հետաքրքիր, որ մի հատ էլ բաժանվում եմ կամ չգիտեմ եւ այլն ու այդ ամենը նկարել ցույց տալ, գիտեք, ես չեմ սիրում, երբ մարդը իր անձնական կյանքը այդպես ի ցույց է դնում, ես բաժանվում եմ, ես եմ ընդհանրապես չեմ սիրում անձնական կյանքը, թեկուզ եթե ինքը հանդես էր գալիս առաջիկին, չնայած որ իրանք ամուսնացած չեն, առաջիկին, բայց այդ ամեն ինչից օգտվել է այդքան տարիներ, բայց տեսեք ինչի ինքը գնաց Չինաստան, սովորում էր, ինչ էր սովորում, դա ինչին ծառայեց, ինչ նպատակ ուներ, այսինքն այդ տարիքում հենց այդպես չես գնա ինչ որ բաներ անես, էլի մանավանդ եթե դու այդ դիրքում ես գտնվում վարչապետի կողակիցն ես, հենց այդպես չես գնա Չինաստան, գնում եք սովորելու, ինչ որ ես ասացի, որ ինքը սովորելու չի գնում, այստեղ սովորելու հետ դա կապ չունի, եթե սովորեց հիմա ինչ արեց Հայաստանի համար, այդ սովորելը ինչին ծառայեցրեց, կամ իրեն համար ինչին ծառայեցրեց, ոչ մի բան, չէ, μα հենց այնպես գնում են, նա ուրա գնում են սովորելու, ոնց կարող է նման բան լինի, այսինքն այստեղ մարդը գնում է ինչ-որ համալսարան ավարտում, հետո աշխատանքի է տեղավորվում կամ ինչ-որ մի գործ անում եւ այլն, չէ, կամ ասենք իր բիզնեսն է բացում։ Սա է, ինչի գնաց Չինաստան, բնականաբար ես ասել եմ բուժվելու համար եւ հիմա եկավ եւ այս ամեն ինչը։ Հիմա ինչն է հետաքրքիր, ես ինչի ասացի, որ անդրադարձել եմ։ Մեկնաբան եմ, տեսեք, հպարտը ծնվել է նապաստակի տարում։ Իմ անվանակիցը կողակիցը ծնվել է ձիու տարում եւ ես կարող եք մեկ անգամ եւս նայել հրեղեն ձիու այդ հոլովակը ուրեմն հաղորդումը վիդեոն կարող եք նայել որ ես այնտեղ բազմիցս ասել եմ որ Հայաստանը ծնվել է պատկերավոր ասած ծնվել է ձիու տարում կազմավորվել է 7 հանրապետությունը ձիու տարում որը փաստորեն հպարտի համար դա իրեն համար լավ չի ու եթե ինքը ստացվել է որ եկել է փաստորեն ձիու տարում ծնված պետությանը ուրեմն ղեկավար պարզա որ պիտի այդ էներգիան աշխատի ու այդտեղ վատը լինի նրան է վատ բան բերելու նրան է վատ իրադարձություն բերելու իր կյանքում քանի որ հիմա հրեղենձին շատ ուժեղ է այստեղ ինքը հարվածում է հպարտին ու հիմա տեսեք հրեղենձին որ գալիս է ինքը քանդում է եթե այդ զույգը յուրաքանչյուր զույգ եթե զույգերի մեջ բացասական էներգիան է որ իրանք պիտի հեռանան հրեղեն ձիու տարում դա կարող է սկսվի նաև 25 թվականի վերջերից անպայման չի դա կարող է լինել 26-ին եւ 25-ի վերջերին եւս սկսվել ինքը պլյուս մինուս աշխատում է ուրեմն այդ զույգերի մոտ լարվածությունը բաժանություն է լինում կամ մեծանում է լարվածությունը թեկուզ եթե դու կարողանաս դա ժամանակավոր լինի նորից հետո իրան կմիանան լարվածությունը երբ որ կանցին դա ուրիշ բան բայց ինքը բաժանում է հիմա տեսեք եթե իր կողակիցը ծնվել է ձիու տարում եւ հիմա հրեղեն ձի է այդ լարվածությունը այդ էներգիան մեծանում է այդ էներգիան մեծանում է եւ հիմա դու նայած թե ինչ ձով ես դա օգտագործում դու դա կարող ես օգտագործել որ բաժանվել այսինքն տեսեք գալիս է ընտրություններ դրանք ապենք նաև Չինաստանում իր լինել ինչու է ժամանակ գնաց Չինաստան հեռացան այսինքն ինչ որ հեռանալ էր պետք հիմա բաժանություն թեկուզ դա ֆիկտիվ թեկուզ դա ինքը գնում է ուրիշ դիրք է գրավում մենք կտեսնենք ինքը որպես օպոզիցիա կլինի թե ուղղակի կգնա ուրեմն արտերկիր պարզապես հանգիստ ապրելու կամ հասկանում է ինչ է կատարվում բոլոր դեպքերում մենք այդքան խորը չենք կարող իմանալ ես միայն կարող եմ ասել այն որ տեսեք եկավ հրեղեն ձիու ժամանակ իրենց մոտ բացասական էներգիան է կուտակում եւ դա անպայման բաժանելու էր անպայման հեռացնելու էր իրեն կարող են չբաժանվել որովհետեւ հիմա տեսեք ես ներկայացրեցի խոսեցի հպարտի մասին որ 2001 թվականին երբ որ մարտի 1-ի 2008 մարտի 1-ի այդ իրադարձությունները երբ եղան ուրեմն ինքը մի տարի փախած վիճակում էր, չէ, իր համար դա վատ տարի էր։ Ինքը փախած վիճակում էր, մի տարի հետո նոր եկավ ներկայացավ, հետո իրեն մոտ մի տարի 11 տարի, նոր 2 տարի։ Այսինքն 3 տարի ինքը իրանք իրարից հեռացած են։ Կատարվեց իրադարձություն, իրանք չբաժանվեցին, բայց իրանք իրարից հեռացած էին։
Հասկանում եք, այդ էներգիան կուտակվում է, իրենք ամսով համապատասխանում են, դա պահում է, 50-50 կարծես թե, դա պահում է իրանց իրար կողք, բայց երբ արդեն տարիները լինում է ու հակադրությունը մեծանում է, բացասական էներգիան կուտակվում է, իրանց բաժանում է, եթե դու չես բաժանվում, ուրեմն հեռացնում է իրարից, կամ դու բաժանում ես, կամ հեռացնում է, եւ այստեղ հպարտը հեռացավ, իրան նստացրեցին բան, փախած վիճակ էր, եւ այլն եւ այլն։ Հիմա նորից եկել է այդ ժամանակահատվածը, հիմա եկել է շատ ավելի ուժեղ, իրան կարող են չբաժանվել, որպես այդպեսին ներկայացում է, որ բաժանվում չեն էլ ամուսնացել, ինչն են բաժանվում, պարզապես ինքը գնում է։ Պարզապես ինքը գնում է իր մոտ, ուրեմն կողակցի մոտ արտերկրի թեման բավականին ակտիվ է, եւ հիշում եք, ես ասացի ինքը ունի վատ ասպեկտացիաներ։ Հիմա տիեզերք ասում է, վայ, բաժանվում է, բան, վատ ասպեկտացիաներ կարա ցույց տա, որ այս մարդը բաժանվում է, հեռանում է, երեխաներ կան, ընտանիք է եւ այլն, հեռանում է, գնում է։ Տիեզերքը տենց է տեսնում, որ այս զույգը բաժանվում է, հեռանում է, որոնք միասին էին։ Ինքը դա ցույց է տալիս որպես վատ իրադարձություն։ Հրեղենցին ասում է, ես ձեզ հեռացրեցի, բայց հետո կարող է դա լինի ֆեյք, խոսքի օրինակ։ Եվ հետո իրանք այս մի տարին անցնի, այս լարվածությունը անցնի, հասկանան ընտրվում է, չի ընտրվում, ինչպես է լինում եւ այլն, որտեղ դու չգիտես վաղը քո հետ ինչ կլինի, դու երբեք չես կարող համոզված լինես, որ դու ընտրվելու ես։ Հիմա մանավանդ իր համար վատ ժամանակահատված է։ Ինչևէ, ու հիմա այստեղ ինքը իրանք հեռանում են, բայց դա դեռևս իրանք ամուսնացած չեն, որ ասեմ ես բաժանվում եմ, հեռանում եմ, բայց դու չես եղել ամուսնացած, ինչն ես բաժանվում, եթե ամուսնացած չես եղել, ո՞նց ես բաժանվում, պարզապես իրար հետ չեն ապրում, գնում է արտերկիր, եւ այն որ ես կապրեմ, այստեղ դուք ինձ կտեսնեք, բանման, արդեն ինչ որ խղճամտանք է առաջացնում, ինձ վատ չեք վերաբերվի եւ այլն, այստեղ կարող ուրիշ խաղեր լինի, դե որտեղ մեծ հատվածը դեգրադացված է, ինքը ավարտում է, աշխատում է այդ մեծամասնության վրա։ Եվ տեսնենք, որ տարբերակը կլինի, ինքը գնա արտերկիր, թե ուրեմն կմնա եւ այդպես տուն են վարձել եւ այլն, այսինքն այս ամբողջ ստերը ծիծաղելի է։ Այդքան փողերը հավաքեց, միլիոնները հավաքեց, այստեղ բիզնեսներ ունի, բայց ես փող չունեմ, տուն եմ վարձել, գնամ վարձով ապրեմ, որ տուն էլ չունեմ, էլի իմ դղյակներ չունեմ, պետք է վարձել եմ տուն, գնամ ապրեմ։ Ծիծաղելի է, էլի մարդկանց այս աշճանի ծիծաղեցնել հիմարի տեղ դնել։ Եվ նաև չմոռանանք, որքան էլ որ ինքը այտենց խղճմտանք է փորձում առաջացնել, չմոռանանք, որ դա այն մարդը, որ ասում էր գնացին նրան հանուն ոչինչի, որ Մեհրիբանն ասում է կգաս մենք Արցախում միասին թեյ կխմենք, հա, շատ հանգիստ, հա, որ մարդը կարել գնար մտներ բունկեր, տղամարդկանց հետ այնտեղ նստել, նայել թե ոնց պիտի մեռնեն երեխեքը, որպեսզի ինքը դրա դիմաց փողեր ստանա, եւ այլն, հա, այսինքն բունկեր գնացող պատերազմի այդ մահերը, այդ ամեն ինչը տեսնելով, այդ էներգիան զգալով, ապրելով, որտեղ իր հոգին, իր սիրտը, այ ինքը այդ էներգիան սիրում է այդ մահերը զգալ, դրա համար էր ուրեմն ինքը վզնոցներ կախում զենքից սարքված վզնոցներ, որ հոգին հանգստանա, որովհետև իր լուսինը գտնվում է կարիճի նշանում ու ինքը այդ մահվան էներգիայից կոպիտ ասեմ օրգազմեր կարա ապրի, որ այդ տեսնի ու ինքը իրան լավ զգա։ Կներեք, բայց այսպիսի բան առաջացնում Սև լուսինը ու այդ մարդիկ այնքան շատ են սիրում փողը, որ իրենք ամեն ինչ կհանդուրժեն, ամեն ինչ կդիմանան, բայց հրաժարվել փողից կամ ինչ-որ լավ կյանքից դա երբեք չի լինի։ Գնան վարձով ապրան, վարձով ինքը չի ապրի երբեք, որովհետև դրսում ունեն դղյակներ, ինչ վարձով ապրելու մասին է խոսքը։ Այս աշճանի նորից կանգնել, մարդկանց հիմարի տեղ դնել, հիմա բոլորն էլ խոսում են դրա մասին։ Ես ընդհանրապես չէի ուզում խոսել, բայց քանի որ սա մոնտաժ էլ հանել էի, եւ ես ուղղակի նորից անդրադարձա, հա, որտեղ ասեցի շատ հետաքրքիր իրավիճակ ունենք, նա ձիու տարում է ծնվել, նա նապաստակի եւ դրանք իրար հետ չեն կարող ապրել եւ ինչ որ մի իրավիճակ լինելու է, դա ասել էի, բայց ավաղ կտրեցի հանեցի, հետո չուզեցի, որ ես իրենց մասին շատ խոսեի, որովհետև հնարավոր չէ, խոսեի հպարտի մասին, իր մասին չխոսեի Սերժի Քոչարյան եւ այլն, ու իրան չանդրադառնայի, որովհետև ես իրան էլի եմ անդրադարձել, այնպես չէ, որ իրան երբեք չեմ անդրադարձել, ինչևէ հիմա դա չկա։ Ես հիմա դա ասում եմ, դա է պատճառը, որ այդ ձևով, այնպես որ
այստեղ կարող են, ինչպես նախորդ անգամ իրենք 3 տարի միասին չէին, հեռացրեց այդ էներգիան, կարող է եւ հիմա եւս հեռացնում է եւ մեծ հաշվով ինքը իր երեխաները, իր հարստությունը, փողը մեծ հաշվով իրան ինչին է պետք։ Հպարտը։ Չէ, մեծ հաշվով իրան պետք չի, արդեն ինքը շատ լավ ապրում։ Ամեն ինչ ունի, արդեն ամեն ինչ ձեռք բերեց, բայց այդքան իրեն բնորոշ, այդքան նսեմանալ ու ցույց տալիս իմ զարդերը, ես տվել են ինձ նվեր, ես ինչ ճղճիմ այդ ամեն ինչը, շատ ճղճիմ է, շատ։ Ոնց փողոցից եկան, տենց էլ մնացին փողոցի այդ մակարդակում, էլի, ոչ մի վեհություն, ոչ մի բան, ճղճիմ։ Շնորհավոր եմ Գանանային գիշերը հավասարը, լավ, ես ձեզ ասեմ հաջողություն, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ ամիս եւ ես ձեզ կներկայացնեմ իմ օրացույցը, մոռացա ասեի, ավարտում ենք Նորեմ ասում, այսօր մարտի 1-ն է եւ իմ օրացույցով Նեպտունի օրը սա չնշեցի եւ տեսնում եք քաոս, անորոշություն, այս անորոշությունն լինելու մենք չգիտենք ինչ ալում համընկավ այսօրվա հետ։ Ես օրերը չեմ ընտրում։ Եվ հետո ես քանի որ գիտեի, որ պիտի ասել եմ մարտի վերջին, փետրվարի վերջին մարտ, գիտեի, որ Իրանի վրա հարձակվել են, սպասում էի, որ դա կլիներ, որ մտնի ասի տեսակ նորից կատարվեց իմ կանխատեսումը, գեր ճշգրիտ կատարվեց իմ կանխատեսումը, պետք է մի բան ասեի, չէ, իմ կանխատեսումներից եւ կատարվեց։ Ուրախալի լուրջ չի սա, բայց պարզապես դե կատարվել է, ես հիմա ճիշտ կանխատեսում եմ արել, այսքան էլ լավ մնացեք առայժմ։